Թաղապետի հարցազրույցից մի հատված եմ միացնում, որտեղ նա ասում է Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ժողովուրդ ջան, տեսեք, թաղապետը ըստ իր խոսքերի միտումնավոր է զանգել եւ ինձ սպառնացել։ Այն դեպքում, երբ որ ես որևիցե վիրավորանք չեմ արտահայտել, եւ հիմա ասեք, իմ կողմից սադրանքը այդտեղ ինչու՞ է կայանում, որ իրանց այս իշխանության թալանն ենք բացահայտում կոռուպցիան, այդ է, եւ դրա համար տեսանյութով շատ պարզ հստակ երևում է, թե ինչպես եմ ես միայնակ բարձացել եմ վերև, դուռը նորմալ ձևի ծեծել եմ, բացել եմ հանգիստ տոնով, խոսացել եմ առասարակ կոչ եմ արել, որ նրանք հանգիստ տոնով խոսան, որը իրանք հենց ինձ վիրավորել են եւ հետեւից հարվածել են եւ խմբակային ինձ վրա հարձակվել են, այդ տեսանյութը բոլորս էլ տեսել են եւ դա անհերքելի է։ Այսինքն սա ակնհայտ անհերքելորեն ապացուցում այն մասին, որ այդ ամբողջ գործընթացը եղել է միտումնավոր կազմակերպված։ Եվ հիմա խուլիգանության համար կարող եք ասել, քննիչները ասում են կոնկրետ ինչ եք արել եւ երբ որտեղ եք արել։ Լսեք, ես ոչ մի խուլիգանական բան չեմ արել։ Ժամանակին չէ, իրենք ինչպես են պատճառաբանում, որ արարքն է հանդիսացում։ Առայժմ ես չեմ ցուցմունք չեմ տվել, հարցաքննություն չի ելել։ Առայժմ այդ ամենի մասին քիչ անց կհայտնեմ։ Ձեզ համար սպասելի էր, որ ըստ էության որևիցե մեկը նկատի ունեմ պաշտոնանք չի լինելու, այդ թվում եւ թաղապետը, տեսեք, այս իրադարձություններին անդրադարձավ եւ Տիգրան Ավինյանը երեք նաեւ Նիկոլ Փաշինյանը ընթացքում էլ ԿՊԱ-ականներն ասում էին դատապարտում ենք, ընդհանրապես դա, բայց նաեւ ասում էին, որ դե պաշտոնյա է, որի նյարդերը եւս կարող են տեղի տալ, իսկ օրինակ հանրապետությունն էլ ասում էր, որ աշխարհաքաղաքական կենտրոններից է կողորտվել, իրենք էլ այդ ամեն ինչն են կանխել։ Պուտինն էր ասել, որ այդ ամենը անեիք։ Տեսեք, շատ լավ հարց եք տալի եւ վերջի ժամանակահատվածում շարժվում էր, թե իբրև ես պարոն Մանուկյանը պահանջել ենք թաղապետի հրաժարականը։ Որից մեկը չի կարող բերի այնպիսի հրապարակում կամ տեսանյութ, որտեղ մենք ասում ենք, մենք պահանջում ենք թաղապետի հրաժարականը։ Այլ ընդհակառակը դա այնպիսի բան է, որը քննարկման նույնիսկ ենթակա չի եւ իրանք իրենց այսպես ասած ճակերտավոր քաղաքակիրթ իրանց որոշումը պետքա կայացնեն, որը իրանք չկայացեցին եւ ամբողջ հանրությունը տեսնում է իրանց իրական դեմքը, այսինքն որ իրանք շանտաժի միջոցով աթոռի ամեն գնով պահում են, այսինքն դա էլ նույնպես անհերքելի է, որովհետեւ թաղապետի հրապարակումը հենց ակնհայտ շանտաժի մասին էր եւ Տիգրան Ավինյանի անդրադարձը հենց դրան էր վերաբերում, անկեղծ ասած ես իհարկե չէի կասկածում, որ դրան աշխատանքից չեն հեռացնում, որովհետեւ այս իշխանությունը այդ ամենը բնորոշ է։